Բարեկամներ ողջույն, խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԵՑ-ի ազգայնացմանը վերաբերող նախագիծը։ Կողմ է քվեարկել 65 պատգամավոր դեմ 30 ձեռնպահ 0։ Ում ինչ ոմանք մտահոգվում են, իշխանությունները իրենց քայլերում բավականին վճռական են։ Վարչապետը անգամ գրառում կատարեց Facebook-ում, որի մեջ զգուշացում կամ գուցե սպառնալիք կար։ ՀԵՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, նրանք, ովքեր ՀԵՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԵՑ-ի այն աշխատակիցները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձերը կվճարվի, գրել է վարչապետը։ ՀԵՑ-ի շուրջ ծագած ճգնաժամը, եթե անկեղծ հասարակության լայն օղակներում այդքան էլ բացասաբար չի քննարկվում եւ կարծում եմ հիմնական պատճառը այն է, որ ՀԵՑ-ը որպես Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանց միակը իր տեսակի մեջ պարզապես խայտառակ հեղինակություն է վայելում։ Եթե վայելել բառը իհարկե տեղին է այստեղ օգտագործել։ Խայտառակության այս շքերթում ՀԵՑ-ի հետ կարող է մրցել գուցե միայն վիոլա ջուրը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, գիտեք, ըստ որոշ հաշվարկների մենք 75-80% ջրի կորուստ ունենք, մի խոսքով դա երկար պատմություն է, չգիտեմ, արդյոք կառավարությունը ՀԵՑ-ից հետո կազգայնացնի ջուրը թե ոչ, բայց կարծում եմ ոչ, որովհետև ջուրը ֆրանսիացիներին է, բայց դա ուրիշ պատմություն է։ Վերադառնանք մեր ՀԵՑ-ին։ Բարեկամներ, ինձ լավ գիտեք, որ չկա մի օր, որ որևէ գյուղ կամ քաղաք, անգամ մայրաքաղաքը չհոսանքազրկվի։ Երևանում ամենօրյա, որոշ դեպքերում ամենժամյա հոսանքազրկումները պարզապես զավեշտի եւ անգամ հումորային պատումների առարկա են դարձել։ Ովքեր հետևում են իմ սոցեջերին, գիտեն, որ ամենաակտիվ արձագանքողներից մեկն էլ ես եմ, անգամ մի ամբողջ թողարկում ենք նվիրել այդ հոսանքազրկումներին, ասեմ ավելին, կհիշեք, հարգելի հեռուստադիտողներ, մենք անգամ հոսանքազրկվել ենք հեռուստատեսությունում ուղիղ եթերի ժամանակ։ Հիմա պետությունը որոշել է ազգայնացնել ՀԵՑ-ը։ Okay, բնականաբար մի քանի հարցեր են առաջանում։ Արդյոք պետությունը ավելի լավ մենեջեր է, քան մասնավորը, այսինքն ավելի լավ կտնօրինեն։ Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։ Մենք հայերս մի քաղաքական ճամբարից ենք, սոց ճամբարից, գիտեք, որտեղ պետական գույքի թալանը դա նորմա էր, կեսը տուն էին տանում եւ դա առաքելություն էր պարզապես։ Կփոխվի արդյոք այս մտածելակերպը անկախության այս ժամանակաշրջանում։ Ուզում եմ հավատալ, որ կփոխվի։ Բայց մյուս կողմից եկեք ընդունենք, որ Հայաստանի պես երկրի համար նման կարևոր եւ իր տեսակի մեջ եզակի կառույցի ազգայնացումը ստրատեգիական նշանակություն ունի, ստրատեգիական իդեպ բոլոր իմաստներով։ Իդեպ ժողովրդի շուրջ դեռ ապրում է այն վարկածը, որ խոշոր այդ կառույցները, որոնք պատկանում են այս կամ այն ուժերին, ձեզ հայտնի ուժերին, հաճախ նաև օգտագործվում են ներքաղաքական ակտիվության գործում։ Մարդահամար, միտինգներ, գիտեք, այդ ամբողջ պատմությունները, այս ինչ է, այսքան մարդ կապահովի, այնինչ այնքան մարդ կապահովի ու լավ կլինի, բայց լավ չի լինում։ Ընդհանրապես, արեստացին ոչինչ լավ չի լինում, եւ մենք ամեն օր համոզվում ենք դրանում։ Գործի բերումով ես հաճախ զրուցում եմ ամենատարբեր շերտի մարդկանց հետ եւ նրանց զրույցները գիտեք ինչի շուրջ են ծավալվում եւ ինչն է զարմացնում այդ զրույցների մեջ։ Տեսեք, 90-ականների ժամանակաշրջանի մասին երբ որ մենք խոսում ենք, ժողովուրդը հիմնականում գանգատվում է, որ պետության եղածը կոպեկներով ծախեցին, քանդեցին երկիրը, ինչ ունենք, չունենք, սեփականաշնորհեցին, այս ինչ էր եւ այլն, թալանը այն ժամանակ սկսվեց, չէ՞, նման նախադասություններ են ասում։ Հիմա մենք նկատում ենք, որ որոշ դրվագներով հակառակ գործողություններն են տեղի ունենում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից որոշ բաժնեմասեր պետությունը վերցրեց, ՀԵՑ-ի հետ կապված այս գործառույթներն են իրականացվում։ Ժողովուրդը էլի ասում է, վայ, տեսեք, պետությունը վերցնում է, այս ինչ վիճակ է։ Ժողովուրդ, կողնորոշվեք, հիմա վերջը ո՞րն է այս պատմության մեջ ամենաընդունելին, գոնե ձեզ համար։ Գուցե հարցը գիտեք որն է, գուցե հարցը օրինականության մեջ է, այ դա կհասկանամ։ Այ եթե հարց տան օրինակ, որքանով է սա օրինական։
Այս է լրիվ ուրիշ հարց կլինի, որքանով են օրինական կառավարության այս քայլերը։ Սա հասկանալու համար մենք պետք է հասկանանք հեցի տարիներ առաջ օտարումը որքանով է օրինական եղել։ Գիտեք, հայտնի է, որ 2015-2017 թվականների ընթացքում Տաշիր Կապիտալ ընկերությունը ձեռք է բերել հեցի բաժնետոմսերի 70%-ը, իսկ 30%-ը կիպրական Learmont Holding Limited ընկերությունն է ձեռք բերել։ Իդեպ, երբ որ ասում են կիպրական ընկերություն, որը այսօր էլ 30%-ի սեփականատերն է, միշտ այսպես միստիկական ինչ-որ ասոցիացիաներ են առաջանում, Կիպրոսից ներդրումներ եւ այլն։ Իդեպ, հետք էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել է այս պատմությունը, այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել է, որ Learmont Holding Limited-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում, բաժնետեր ու տնօրեն է հանդիսանում ոմն Սինան Ռոբերտ Բոդմերը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող Ֆորա բանկի տնօրենների խորհրդի անդամ է։ Learmont Holding Limited-ը նույն տարում ձեռք է բերել նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ Հիմա դրան էլ եթե գումարենք այն փաստը, որ հեցի բաժնետոմսերի 100%, այսինքն ամբողջությամբ գրավադրված է, պատկերը ավելի տխուր է դառնում բարեկամներ։ Թե ինչպես կարելի է երկրի միակ իր տեսակի մեջ եզակի օբյեկտը գրավ դնել, ես դա չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ։ Ահա խնդրեմ, Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100%-ը գրավադրված է հօգուտ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումը ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է սեպտեմբերի 1-ին 2021 թվականին։ Ըստ որոշման այս նախագծի, հեցը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործընթացներ կնքել վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնե մասերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ, այսպես կոչված, հա։ Հիմա Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ որոշման կայացումը կառավարությունից հարցրել է տարիներ առաջ։ Վերջինիս դիրքորոշումը ինչպիսին է այս հարցի շուրջ։ Ու հետաքրքրականը գիտեք որն է, որ կառավարությունը եւս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է կատարել այդ գործարքը։ Եվս մեկ անգամ ուշադրություն, 2021 թվականի մասին է խոսքը, այսինքն գործող իշխանության օրոք։ Ու այս քաոսի մեջ, հարգելի բարեկամներ, երբ բոլորը բոլորին մեղադրում են, ինձ մի հարց է հետաքրքրում, վստահ եմ այդ հարցը ձեզ էլ կհետաքրքրի։ Եթե հիմա գործող իշխանությունները այսքան ջանք են թափում հեցը ազգայնացնելու համար, ինչու դա չէին անում 2021 թվականին, այլ նախապատվությունը տվեցին գրավադրման։ Այստեղ էլ հո նախկինները չէ, որ մեղավոր են։ Մտածեք այդ ուղղությամբ։